Բարև ձեզ։ Անտիկ շրջանում երկու խոշոր աշխատություն կա, որոնք վերաբերում են պետությանը և հասարակության կառավարման լավագույն ձևին։ Դրանցից առաջինը Պլատոնի պետությունն է, որի մասին մենք զրուցել ենք մեր 14-րդ թողարկման ընթացքում։ Իսկ երկրորդը Արիստոտելի պոլիտիկա աշխատությունն է, որն էլ այսօր կփորձենք լուսաբանել փիլիսոփայական գիտությունների թեկնածու դոցենտ Նաիրա Մկրտչյանի հետ։ Բարի երեկո Տիկին Մկրտչյան, շատ ուրախ եմ կրկին ձեզ հյուրընկալել մեր տաղավարում։ Շնորհակալ եմ դարձյալ հյուրընկալվելու համար։ Ասացեք, խնդրեմ, երբ եւ ինչպես է գրվել Արիստոտելի պոլիտիկա աշխատությունը եւ ինչ հիմնական հարցեր են այնտեղ շոշափվում։ Արիստոտելի պոլիտիկա աշխատությունը գրվել է մեր թվարկությունից առաջ 4-րդ դարի երկրորդ մասում։ Մասնագետները շատ տարբեր կարծիքներ ունեն, թե այդ երկրորդ փուլում հատկապես որ շրջանին է պատկանում, բայց հաստատապես կարող ենք ասել, որ նա այս աշխատության վրա աշխատել է մոտավորապես, երբ վերադարձել է Աթենք, թեև ասել, որ իր տեսանկյունից մի ամբողջական աշխատություն էր, այնքան էլ ճիշտ չէ, բանն այն է, որ այս աշխատությունը ավելի շատ տարբեր ժամանակներում նրա գրված էսսեների, քաղաքականության վերաբերյալ կարդացած դասախոսությունների մի կոմպիլյացիա է։ Նույնիսկ տեսակետ կա, որ ոչ թե նա է հավաքել, դարձրել մեկ ամբողջական աշխատություն, այլ իր աշակերտները, հետագայում տարբեր խմբագիրներ, ուստի պատահական չէ, որ ընթերցողները նկատում են այն հակասությունները, անհամաձայնությունները կամ կրկնությունները, որոնք կան բուն պոլիտիկա աշխատության սահմաններում։ Հարցերը հիմնական հարցը, որը հուզում է Արիստոտելին, առաջին հայացքից հետևյալն է, որն է լավագույն հասարակական քաղաքական կարգը։ Բայց բնականաբար սրան սերտորեն կապված են այլ հարցեր, օրինակ աշխատության մի նշանակալի մասը նվիրված է նաև այն հարցին, թե ինչու եւ ինչպես է առաջանում պետությունը, օրինակ բավական հետաքրքիր եւ ուշադրության է արժանի նաև նրա բավական մտորումների այն շղթան, որ կարելի է հանդիպել իշխանության ֆենոմենի վերաբերյալ, ել չասած, որ նա քննարկում է հասարակության կառուցվածքը, տարբեր շերտերը, սեփականության ձևերը եւ դրանց փոխհարաբերությունը կամ որն է դրանցից առավել նախընտրելին եւ բազմաթիվ այլ հարցեր, որոնք առնչվում են հասարակական, քաղաքական հնարավոր կարգերին։ Խոսենք ձեր կողմից նշված հարցերից մեկի մասին, երբ եւ ինչպես է առաջանում պետությունը եւ ինչին է այն ծառայում։ Այս հարցին պատասխանելու համար պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե որն է Արիստոտելի համար առանցքայինը բացատրելու, թե ինչ է պետությունը։ Առանցքայինը միության կամ մարդկանց միջև միության ըմբռնումն է, ըստ նրա գոյություն ունի մարդկանց միջև միության 3 ձևեր։ Առաջինը ընտանիքն է, որը կնոջ եւ տղամարդու միջև միությունն է ըստ իրեն։ Այս միությունը ավելի շատ առաջանում է անհրաժեշտությունից, բնական ազդակների, այսպես ասենք, ազդեցությամբ եւ նրան ներկայանում է միության մի տեսակ, որի հիմնական նպատակը ըստ էության սերնդաշարունակությունն է։ Երկրորդը ըստ իրեն բնակավայրն է կամ կարող ենք անգամ անվանել համայնք որոշակի իմաստով, որովհետև ըստ իրեն սա ավելի շուտ ընտանիքների միություն է եւ ինչպես ինքն է նշում, առաջանում է ոչ այնքան բնական կարիքների կամ կարճաժամկետ կարիքների եւ ցանկությունների համար, որքան ոչ այնքան կարճաժամկետ, որոնք են դրանք նա բնականաբար եթե մանրամասներ նաեւ կմանրամասնենք այստեղ։ Բայց իր տեսանկյունից առավել կարևորը մարդկանց միջև քաղաքական միությունն է։ Ուրեմն ըստ Արիստոտելի պետությունը մարդկանց միջև քաղաքական միությունն է։ Եվ ինչպես ինքն է պնդում, այս միությունը իհարկե առաջանում է նաև բնական կարիքների հոգացության նպատակով, բայց իրական նպատակը այսպես կոչված բարելավ կյանքին հասնելն է։
այս բարելավ կյանքի մասին Արիստոտելյան պատկերացումն է, որ լույս է սփռում նաև այն սահմանմանը, որ Արիստոտելը առաջարկում է մարդու համար, ինչպես հայտնի է հենց պոլիտիկա աշխատության առաջին գլխում, նա մարդուն սահմանում է որպես քաղաքական կենդանի, հետո նաև իբրև հասարակական էակ, ուստի այս կետում կարևոր կլիներ հասկանալ, թե ինչու է հնարավոր միություններից քաղաքական միությունը լավագույնը, բարձրագույն ձևը եւ ինչով է որ բարելավ կյանքի մասին պատկերացումը եւ պետությունը միավորվում են։ Ըստ Արիստոտելի քաղաքական միության կամ պետության ձևավորմամբ կարելի է հասնել ինքնաբավության։ Ինքնաբավություն ասելով ինքը նկատի ունի բոլոր հնարավոր կարիքների բավարարման, իսկ կարիքներ ասելով չպետք է հասկանալ բացառապես բնական կարիքները, բայց սա նաև մի վիճակ է, երբ մարդը հասնում է էվդեմոնիայի։ Եթե բացենք շատ կարճ ինչ է էվդեմոնիան, ըստ իրեն սա մի վիճակ է, երբ մարդը հասնում է իր կարողությունների եւ ունակությունների ծաղկման, այսինքն սա մարդկային ծաղկման վիճակ է։ Ինչ է սա նշանակում մյուս կողմից։ Նշանակում է, որ ոչ միայն մարդը մարդ չի կարող լինել առանց պետության ու հասարակության, որ նա իր էությունը, իր բնույթի լիարժեք իրացմանը կարող է հասնել միայն հասարակության ու պետության մեջ, այլև սա նշանակում է, որ մարդը խոցելի էակ է։ Ինքնուրույնաբար պարզապես ապավինելով սեփական ուժերին, նա չի կարող հասնել այսպես կոչված բարելավ վիճակի։ Ուստի Արիստոտելի համար շատ վճռական էր ցույց տալու պետության եւ մարդու փոխհարաբերության հիմնարարությունը, հասարակության եւ մարդու փոխհարաբերության հիմնարարություն։ Ուրեմն ինչ է նշանակում, եթե մարդն ուզում է հասնել իր ծաղկուն վիճակին, միայն պետության պայմաններում է, որ սա հնարավոր է, բայց ոչ ամեն մի պետության, այլ որոշակի տիպի պետության։ Խոսենք հենց դրա մասին հիմա։ Հասարակական քաղաքական կարգի ինչ ձևեր է տարբերակում Արիստոտելը եւ ինչ հիմքերով։ Ընդհանուր առմամբ Արիստոտելը առանձնացնում է 6 հասարակական քաղաքական կարգեր՝ 3-ը լավ եւ 3-ը վատ։ Իր համար որպես հիմք է ծառայում մի կողմից, թե իշխանությունը ում է պատկանում, մեկ անձի, մարդկային խմբի, թե ամբողջ մեծամասնությանը կամ բոլորին, մյուս կողմից հիմք է ծառայում նաև այն, թե հասարակական, քաղաքական կարգի նպատակը ընդհանուր օգուտն է, թե իշխողների։ Այս առումով իր համար լավն են այն հասարակական քաղաքական կարգերը, որտեղ նպատակը ընդհանուր օգուտին հասնելն է, եւ ըստ այդմ նա առանձնացնում է 3 նման ձևեր։ Դա միապետությունն է կամ թագավորական իշխանությունն է, դա արիստոկրատական կարգն է եւ վերջապես երրորդը ինքը անվանում է պոլիտիա։ Ի տարբերություն դրա, իր համոզմամբ 3 վատ հասարակական քաղաքական կարգերում ավելի շատ իշխողները միտված են սեփական օգուտին եւ դրանց թվին է դասում բռնապետությունը, օլիգարխիան եւ երրորդը ժողովրդավարությունը։ Ընդ որում ճիշտ է, նա առանձնացնում է 3 լավ, 3 վատ, բայց հնդածս պոլիտիկա տեքստի ընթերցմանը հնդածս կարելի է նկատել, որ անգամ այս 3-ի մեջ իր համար կա ամենալավը եւ ամենավատը։ Օրինակ, ամենավատը բռնակալությունն է եւ ամենալավը իր համոզմամբ արիստոկրատական կարգն է, որը ենթադրում է լավագույնների կառավարում։ Արիստոտելը լինելով Պլատոնի աշակերտ, այդուհանդերձ շատ հարցերում նրան քննադատել է։ Հետաքրքիր է իմանալ, թե հատկապես որ կետերում է Արիստոտելը քննադատում Պլատոնի հասարակական քաղաքական հայացքները։ Այդ քննադատության բնույթը ավելի լավ հասկանալու համար պիտի վերցնել այն առանցքային բռնումը, որը Արիստոտելի համար սկզբունքորեն անընդունելի է։
իր պետություն աշխատության մեջ Պլատոնը Սոկրատեսի շուրթերով մեզ համոզում է, որ լավն է այն պետությունը, որը հասնում է առավելագույն միասնության։ Սակայն Արիստոտելի համար սա սկզբունքորեն անհնարին մի բան է, այն պարզ պատճառով, որ ասում է, եթե մենք նայենք հասարակությանը, ապա կտեսնենք այստեղ բազմաթիվ շերտեր, բազմաթիվ խավեր, հետևաբար, ասում եմ, մարդիկ երբեք չունեն միևնույն հատկություններն ու կողմերը, ուստի ի սկզբանե հասարակական քաղաքական կյանքում մենք գործ ունենք բազմազանների հետ, այսինքն բազմազանության հետ որպես այդպիսին։ Եվ իր համոզմամբ կործանարար է պետության տեսանկյունից չափազանց շեշտը դնել հենց այս միասնության գաղափարի վրա, եւ սրանից էլ փորձում է ցույց տալ, որ Պլատոնի այն ըմբռնումը, որ օրինակ կանայք ու երեխաները պետք է ընդհանուր լինեն կամ մասնավոր սեփականություն չպետք է գոյություն ունենա, անհնարին գաղափար է։ Իր համոզմամբ ճիշտ հակառակը սեփականությունը կարող է ունենալ երկու ձև, մասնավոր եւ հանրային, բայց մարդիկ ավելի շատ հոգ են տանում եւ առավել մտահոգված են նրանով, ինչ իրենցն է, օրինակ նաև եթե իրենք գիտեն ովքեր են իրենց ծնողները։ Ուստի այս կետում է հիմնականում, որ մենք կարող ենք նկատել Արիստոտելի թիրախային քննադատությունը ուղղված իր ուսուցչին, բայց այստեղ մի ուրիշ կարևոր հանգամանք էլ կա, որ ուշադրության արժանի է, եթե մենք նայենք այս երկու մտածողների մեթոդաբանական տարբերությունների մասին, օրինակ Պլատոնի տեսանկյունից կար մեկ լավագույն հասարակական քաղաքական կարգ, մնացածը վատն էին, բայց Արիստոտելը շատ ավելի բազմազան, շատ ավելի նրբորեն է մոտենում հասարակական քաղաքական կարգերին, առանձնացնելով, որ կարող է լինել 3 լավը, 3 վատը, ավելին, երբ նա փորձում է առանձին նկարագրել եւ բնութագրել այս քաղաքական ձևերը, ընդհանուր առմամբ 6 հասարակական քաղաքական կարգերը, ապա կտեսնենք, որ չի սահմանափակվում միայն մատնանշելով օրինակ ժողովրդավարության բնութագիրը մեկ իմաստով, այսինքն իր համար անգամ ժողովրդավարությունը, օլիգարխիան, ազնվական կարգը, դրանք բոլորը ունեն իրենց տարատեսակները։ Եվ սրանով ցույց է տալիս, որ մենք չենք կարող հասարակական քաղաքական կարգի կամ հասարակական պետական կյանքի մասին մտածել խիստ սխեմավորված, բավական մի քանի ընդհանուր ըմբռնումների շրջանակում։ Ուրեմն հասարակական քաղաքական կյանքը հարուստ է եւ մենք կարող ենք հանդիպել դրա պատմական ամենատարբեր ձևերին։ Եվ ըստ էության սա է, որ էապես տարբերում է Պլատոնի եւ Արիստոտելի մոտեցումը, ես կասեի հասարակական քաղաքական կյանքին ընդհանրապես, որովհետեւ սա միայն չի վերաբերում քաղաքականությանը, այլև բարոյականությանը, ընդհանրապես ինչպես պետք է մարդկային հարաբերությունները կարգավորվեն։ Իսկ ի՞նչն է ըստ Արիստոտելի երաշխավորում հասարակական քաղաքական կարգի կայունությունը։ Այս հարցին պատասխանելու համար ես կառաջարկեի մի հետքայլ անենք եւ փորձենք հասկանալու ինչու է իր համար կարեւոր հասարակական քաղաքական կարգի կայունությունը։ Նախ ինքն այստեղ ընդհանուր դեղատոմսեր շատ չի առաջարկում, այլ փորձում է շեշտը դնել յուրաքանչյուր ձևի վրա եւ հասկանալ, թե իր մատնանշած այդ 6 հասարակական քաղաքական կարգերի կայունությունը ինչեր կարող էին երաշխավորել։ Բայց ինչու է իրեն սա անհանգստացնում։ Ոչ միայն այն պատճառով, որ կարող են լինել հասարակական խժդժություններ, հեղաշրջումներ, բանն այն է, որ իր տեսանկյունից պոլիսը, այսինքն հասարակական, քաղաքական, պետական միությունը որպես այդպիսին, այսօրվա տերմինաբանությամբ ասած, սա քաղաքակրթական բարիք է։ Սա ծնունդ է առել, որպեսզի մարդը կարողանա որոշակիորեն հաղթահարել այն կմահաճությունները, որոնք բնորոշ են բախտին։ Այսինքն սա բախտի տված ավելի հաճախ
ոչ այնքան լավ բաները հաղթահարելու հնարավորություն են, մարդու կյանքը շատ ավելի կարգավորված, հնարավորինս կանխատեսելի եւ իր ծաղկմանը հասցնող մի բան է։ Ուրեմն հետեւաբար իր համար կարևոր էր հասկանալու այդ մեխանիզմները եւ օրինակ ինքը մատնանշում է, որ բավական հասարակական քաղաքական կարգի կայունությունը հնարավոր կլիներ պահպանել, եթե հրաժարվեին օրինախախտություններից կամ կարողանային ժամանակին կանխարգելել նրան։ Օրինակ, եթե հնարավոր լիներ օրինականությունը ապահովել եւ հստակորեն հետևել օրենքներին։ Իր համոզմամբ լավ կլիներ, եթե մտահոգված լինեին սեփական քաղաքացիների դաստիարակությամբ, այսինքն միայն չպետք է սпасել օրենքների գոյությանն ու եւ դրանց իրացման, այլև կարևոր է թե ինչպիսի քաղաքացիներ են ձևավորվում, արդյոք նրանք ունեն այն առաքինությունները, գծերն ու կողմերը, որոնք թույլ կտան պահպանել այդ օրենքները եւ երաշխավորել պոլիսին կործանվելուց, եկեք այսպես ասենք։ Եվ շատ այլ խորհուրդներ, որոնք Արիստոտելը ունի տալու կապված հասարակական քաղաքական կարգի կայունության համար։ Անչափ հետաքրքիր է, բայց թերևս հնչեցնեմ արդեն մեր ավանդական դարձած վերջին հարցը Տիկին Մկրտչյան։ Ինչով է այսօր արտիական Արիստոտելի պոլիտիկան եւ ինչ է պետք հաշվի առնել այն ընթերցելիս։ Ընթերցելիս պիտի հաշվի առնել, որ այնուամենայնիվ Արիստոտելը այս աշխատությունը գրել է նկատի ունենալով հին աշխարհի քաղաքապետությունները։ Ուրեմն ամբողջությամբ նրա դատողություններն ու մտորումները հնարավոր չէ կիրառել ազգ պետությունների պարագայում, որոնք բոլորովին նոր քաղաքական միության ձևեր էին, դրանց մասշտաբներն էին ուրիշ սկզբունքորեն։ Երկրորդ կարևոր հանգամանքը, որ սա աշխատություն է գրված կենդանի փորձառության վրա։ Այսինքն Արիստոտելը ինչ կարողացել է սեփական, բայց աղբյուրները երբեմն ասում են նաև իր աշակերտների, որոնք Հունաստանի տարբեր ծայրերից կարող էին գալ հասնել, սրանք կենդանի փորձառությունները գրելու առաջին փորձ էին, բայց գրելու ոչ թե զուտ նկարագրական իմաստով, այլ նաև որոշակի միտումներ տեսնելու, որոշակի մասնավորություններից բացի կամ մասնակիություններից բացի նաև ընդհանուր կողմեր դուրս բերելու նպատակով։ Եվ ուստի ինքը Արիստոտելը շատ էր մեթոդաբանական իմաստով բավական հակված էր ուշադիր լինելու տվյալ իրողության դրսևորումներին, դրա հետ կապված դժվարություններին, ուստի հակված էր նաև լուծումներ առաջարկելու, շատ նրբանկատ եւ նրբազգաց էր տեղային առանձնահատկությունների նկատմամբ։ Ուստի իր պոլիտիկա աշխատությունը կարդալիս չպետք է զարմանալ, թե ինչքան պատմական օրինակներ կան, ինչու է ինքն այդքան նշանակություն տալիս անգամ միևնույն հասարակական քաղաքական կարգի սահմաններում եղած պատմական տարբեր օրինակների միջև տարբերություններին, հա, եկեք այսպես սա ձևակերպենք։ Իսկ ինչ է մեզ տալիս այս աշխատությունը այսօր։ Ողջ հետագա հասարակական քաղաքական միտքը անգամ 21-րդ դարում մեծապես ազդված է Արիստոտելից։ Արիստոտելի սահմանումը, որ մարդը քաղաքական կենդանի, այսինքն իր բնույթը լիովին կարող է իրացնել միայն պետության մեջ, այսօր էլ մի ամբողջ հոսանքի հասարակական, քաղաքական, սոցիալական մտքում մի լուրջ հոսանքի, ընդ որում ես միայն մեկ հոսանք չէի նշի, այլև կնշեի մի քանի հոսանքներ, որոնք կրում են նրա ազդեցությունը։ Շատ հետաքրքիր եւ անչափ կարեւոր է նրա այն դիտարկումը, որ եթե մենք չենք ուզում խժդժությունների առջև կանգնել, ապա չպետք է թույլ տանք այսօրվա ձևակերպումով ասեմ, բևեռացումներ։
անպայմանորեն պիտի նկատի ունենանք, որ հասարակության մեջ անհրաժեշտ է մի միջին շերտի գոյություն, ընդ որում որքան այդ միջին շերտը ծավալուն լինի մնացած երկու ծայրահեղությունների միջև, այնքան լավ, որ ենթադրենք ժողովրդավարական կարգերում չպետք է նեղել շատ մեծահարուստներին կամ ունևորներին, բայց նաև մյուս կողմից, օրինակ օլիգարխիկ համակարգերում չպետք է նաև անտեսել ունեզուրկների կարիքները։ Այս իմաստով իր ռեկոմենդացիաները նաև ինչպես կարելի է իշխանության տարբեր թևեր ունենալ, սրանց միջև հարաբերությունները ինչպես պետք է հաստատել, սրանք բոլորը արդիական եւ կարող էի ասել այժմեական նշանակություն ունեն եւ հետագա ողջ հասարակական քաղաքական միտքը ազդվել է դրանից։ Շատ շնորհակալ եմ Տիկին Մկրտչյան այս շատ անհրաժեշտ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, շնորհակալություն ուշադրության համար։ Կհանդիպենք։